Պարոն Աբրամյան, բոլորին անհասկանալի ու առեղծված մնաց, ինչպես ստացվեց Հովիկ Աբրամյանի մանումենտի առանձնատունը, Կալանքի տակ գտնվող առանձնատունը մեկ գիշերվա մեջ իշխանությունների սրտի գործարարին Նարեկ Նալբանդյանին վաճառվեց, ո՞նց է։ Գիշերվա մեջ չի եղել, ցերեկն է եղել, գործի ժամին, այդ հարցը պետք է դիմեք իրենց պետք է դիմեք։ ԱԱԾ-ն զբաղվում է դրանով, ձեզ երբևիցե հրավիրել են հարցակցության։ Ոչ։ Բայց ինչու ԱԱԾ-ին չեք հարցնում։ ԱԱԾ-ին հարցնում ենք, ասում են ըստ էության նախաքննություն են ընթանում, դե հիմա ըստ էության քննչական կոմիտեում են։ Բայց բավարարվեք դրանով։ Մարդիկ նորմալ պատասխանում են։ Մարդիկ Կալանքի տները 100 տարի պարոն Աբրամյան մնում են, բայց չեն կարողանում։ Բայց էլի Կալանքի տակ է մեկ տունը։ Բայց վաճառվեց իշխանության սրտի գործարարին, այստեղ է։ Ունեք ձեզ համաձայն չեմ, որ ինքը իշխանության սրտի գործարարն է։ Դա էլ եք դուք այդ մարդու վրա դուք բերում եք մի բան, ինչ ոչ վաճառվեց։ Ինչպես վաճառվեց Կալանքի։ Այն ժամանակ Կալանքի տակ չի եղել։ Եթե Կալանքի տակ լիներ, նման գործարք չէր լինի։ Հիմա այսօր ես ուզում եմ ձեր հետ մի երկար խոսեմ, որ դուք հասկանաք, որ ես նորից մատ ուզում եմ հաստատեմ, որ ես ոչ մեկից չեմ վախենում, բացի ձեզանից։ Եվ որովհետև միտեղ չի եղել, որ ես իմ վախը ցույց տամ կամ վախենամ ինչ-որ մի բան կարծիք հայտնելուց։ Հիմա ուզում եմ ձեզ կարճ կոնկրետ ասեմ, ինչ որ գործեր ընթանում իմ հետ կապած ասեցի, որ իրականության հետ աղերս չունի, իսկ ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, դա մեր ընտանիքի քավորն է, դա քավորությունը սրբություն է եւ որևէ մի ժամանակ ես չեմ նեղվել, որ Սամվել Կարապետյանի արած դրական գործերը, որ ինը պազ մեր երկրին ծառայել է իր գործունեությամբ, հաստատում հիմա էլ եմ հաստատում եւ ասել եմ ձեզ, դուք անցած անգամ չեք ուզում դրա մասին խոսեք, ասել եմ, որ յուրաքանչյուր ապօրինի գործունեություն ժամանակին դա ուրեմն քննադատելու եւ պատժվելու է։ Սամվել Կարապետյանը կալանավորվեց եկեղեցուն աջակցություն հայտնելու համար, հա, եւ այս պահին էլ տեսնում ենք եկեղեցու շուրջ ինչ զարգացումներ են։ Ձեր կարծիքը այս մասով, հա, Նիկոլ Փաշինյանը ամեն օր Մի բան ձեզ ասեմ, բա դու ինչու ինչ հարց չեք տալիս, ես ինչ համար են կալանավորում։ Դες ասացիք Փող չեմ լվացել։ Բայց իմ հարցի պատասխանը պաշտոնական լիազորությունները անցել Ես եկեղեցի կառուցում նախաքննական մարմինը այդպես է ասում։ Ինչպես։ Նախաքննական մարմինն ասում է ապօրինի ձեռնարկատիրությանը մասնակցելու, իրականության հետ կապ չունի։ Փողերի լվացման։ Դե ասում են, բայց պիտի ապացուցեն, չէ՞։ Չկա նման ապացույց։ Չկա։ Նախաքննական մարմինը ուղարկել է, վստահ եք դատանում չի ապացուցվի, պարոն։ Ոչ, որտեվ նորից եմ ասում իրականության հետ կապ չունի, ինչի մասին որ խոսում են։ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ասում է, հատիկ առ հատիկ թալանը հետ ենք վերադարձնում, ինձ հետաքրքիր է Հովիկ Աբրամյանը հատիկ առ հատիկ թալանածից քանի հատ, ինչքանն է վերադարձել պետության։ Բայց պիտի թալանած լինի, որ Բայց վերադարձնի։ վերադարձվել է, ես կարող եմ փաստերով խոսել, օրինակ 2023 թվականին, հիմա ձեր թույլտվությամբ, պարոն Աբրամյան, ես կասեմ, որ օրինակ 2023 թվականին օրինակ, ես հիմա չգնանք հանգարց, հա։ Մարմարիկի ջրամբարի մոտ նախկին վարչապետ Հովիկ Աբրամյանի կողմից ապօրինի սեփականաշնորհված անտառը կվերադարձվի պետությանը, սա թալան չէ, պարոն Աբրամյան։ Բայց դա որ դուք հիմա ինչի մասին խոսում եք, դա դուք համոզված եք, որ իմ սեփականությունն է։ Ըստ գլխավոր դատախազությունը հենց այս մասով է դիմել դատարան եւ արդյունքում հակակոռուպցիոն դատարանը որոշում է կայացվել։ Չկա այդպես բան։ Դա թալանած չի եղել, Դա ձեր չի իրական եղել։ կապ չունի ինձ հետ։ Հարգելիս։ Դու ինչ որ խոսում ես սուտ տեղեկատվության մասին ես խոսում։ Բայց դատարան չեք դիմում։ Դե հիմա հետաքրքիր է։ Աբրամյան, դիմաց է բարի հարցը տալու հարցին պատասխանում եմ։ Ասում դա կապ չունի ինձ հետ։ Նախկին վարչապետ Հովիկ Աբրամյանի վարորդի Գրիգոր Գրիգորյանի անունով գրանցված 4 հեկտար հողատարածքը գտնվում է Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում, Արտավազ բնակավայրի տարածքում։ Այո։ Ու հետո արդեն կրկին նորից հակակոռուպցիոն դատանում կեղծ աճուրդերի որոշումների մի քանի տարի է վիճարկում է գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Աղվան Մադյանի կողմից։ Ինչ հասկացաք ձեր կարդացածից։ Եվ արդյունքում դատարանը որոշում է կայացել Մարմարիկի ջրամբարի մոտ նախկին վարչապետ Հովիկ Աբրամյանի կողմից ապօրինի սեփականաշնորհված անտառը վերադարձվի պետության։ Ապրի դատարանը։ Դա թալանն է։ Բայց իմը չի դա ասում եմ, դու ասում ես Ձեր վարորդի անունով է գրանցել, բայց փաստացի ասում են ձեր։ Վարորդը ընտանիք ունի, եղբայրներ ունի, մեծ ազգ ունի։ Պարոն Աբրամյան, 2026 թվականի Ինչի մասին որ դուք խոսում եք, իրականության հետ կապ չունի, ինձ հետ կապ չունի, բոլորը դա գիտեն։ Բոլորը այդպես են ասում, երբ հասնում են դատարան, ասում են ես փողերի լվացման հետ գործ չունեմ, կաշառքեր։ Ես ձեզ խնդրում եմ սպասեք մի հատ դատը թող վերջանա, կտեսնեք որ ես իրոք կապ չունի։ Ընտրություններին մասնակցելու եք 2026 թվականին։ Գնալ եմ քվեարկելու եմ, հա։ Դուք որպես քաղաքական